2026 թվականի մասին։ Ինչ անել 2026 թվականին։ Թվագիտության մեջ ենթադրվում է, որ յուրաքանչյուր մոլորակ էներգիա է, եւ հետեւաբար, երբ առաջանում է ինչ-որ կապ մոլորակներից մեկի հետ, աստղաբանները կարծում են, որ մենք մտնում ենք ինչ-որ էներգիաների գոտի։ Նախկին դարում 1900-ական թվականներին մեկը նշանակում էր առաջ գնալ պայքարի եւ դիմակայության միջով հաղթահարելով դժվարությունները, այսինքն նյութականությունը շատ էր, իսկ 2000-ական թվականներում երկուսը նշանակում է ապրել հեշտ, մտքի ուժով, կառուցելով եւ կառավարելով ձեր իրականությունը։ Դրանք տարբեր մոտեցումներ են, դա մարդկանց տարբեր հոգեբանության տեսակ է։ 2026 թվականին այս նոր դարաշրջանը իր դիրքը կամրապնդի։ Երկրի վրա եկող հոգևոր ալիքների քանակը կավելանա։ Երկրի վիբրացիաների հաճախականությունը կբարձրանա։ Դա կնպաստի, որ բարձրանան մարդկանց վիբրացիաները։ Բայց քանի որ շատ մարդկանց գործողությունները բացասական են եւ ունեն ցածր վիբրացիա, նրանց ուղեղի վիբրացիան կմնա ցածր։ Երբ մարդիկ սուտ են խոսում, անտեսում են անձամբ իրենց շահերը, աշխատում են ուրիշի ուղղորդությամբ, ուրիշներին վատություն են անում սեփական շահի համար, ատելության զգացում ունեն ուրիշի նկատմամբ եւ այլն, ապա այդ զգացումները մարդուն իջեցնում են եւ պահում են ցածր վիբրացիաների վրա։ Քանի որ երկրի եւ որոշ մարդկանց վիբրացիաների հաճախականության տարբերությունը կլինի մեծ, ապա այդ մարդիկ կհիվանդանան լուրջ հիվանդություններով, կքաշեն իրենց կյանք, իրենց համար բացասական կյանքի դրվագներ կամ ընդհանրապես կլքեն այս աշխարհը։ Դրա համար մարդկանց քանակը, ովքեր կցանկանան ձեռք բերել էզոտերիկ գիտելիքներ, կցանկանան զբաղվել իրենց հոգևոր աճով, կշատանա։ Մեր ապագան կազմավորում ենք մենք, ամեն մեկը իր համար։ Ամեն մարդ կառուցում է իր աշխարհը։ Եթե դուք չեք կառուցում ձեր աշխարհը, ապա դուք ձեր էներգիան կտաք ուրիշի աշխարհը կառուցելուն եւ կգտնվեք ուրիշի աշխարհում, որտեղ չգիտակցելով դուք կարող եք լինել խաղալիքի դերում։ Մարդը ունի աստվածային բնույթ։ Դա նշանակում է, որ Արարիչը բոլոր գիտելիքները եւ ունակությունները դրել է մարդու մեջ որպես պոտենցիալ։ Մարդը եթե ուզում է այդ ունակությունները բացի եւ անի իրենը, նա պետք է զբաղվի հոգևոր աճով։ Եթե կարճ հոգևոր աճը սեր է եւ ճշմարիտ գիտելիքներ։ Սեր ձեր, Արարչի եւ ուրիշների հանդեպ։ Հոգևոր աճը չի կարող արգելվել, այն կընթանա յուրաքանչյուր մարդու ներսում։ Ուստի շատ կարևոր է, որ մարդը արթնանա եւ զբաղվի իր զարգացմամբ, որպեսզի չխաբվի կեղծ քարոզիչների կողմից, որոնք այսօր չափազանց շատ են։ Իսկ ով չի արթնանա, նրանց կփորձեն արթնացնել որոշակի իրադարձություններով, իսկ ոմանց պարզապես հրաժեշտ կտան։ Հոգևոր աճի մասին իմ ալիքում ունեմ առանձին հոլովակ։ Մենք կարող ենք փոխակերպել բացասական մոտեցումները, բացասական էներգիաները դրականի, ցածր վիբրացիաները փոխակերպել բարձր վիբրացիաների, սիրո, երախտագիտության, լիության, առողջության եւ ուրախության։ Նախկին հոլովակում սովորեցինք պարզել, թե ինչ տարի է 2026 թվականը ամեն մեկի համար։ Հիմա պարզենք, թե ինչ ազդեցություն կլինեն 2026 թվականին բոլորի համար։ Իսկ դուք պետք է երկու ազդեցությունները հաշվի առնեք եւ համադրեք իրար հետ։ Կազմեք գործողությունների մարտավարություն եւ ծրագրավորեք ապագա գործողությունները։ Մտածելով եւ աշխատելով ձեր ծրագրերի եւ ցանկությունների մասին, դուք կմոտեցնեք նրանց իրականացումը։ 2026 թվականի թվերի գումարը տալիս է 1, 2 գումարած 0 գումարած 2 գումարած 6 հավասար է 10, 1 գումարած 0 հավասար է 1։ 2026 թվականը կանցնի մեկի ազդեցության ներքո։
Մեկը կառավարման էներգիա է, արևի էներգիան է։ Դա տիեզերքի հիմնական էներգիան է։ Արևը մի կողմից բարիք է, մյուս կողմից արևային էներգիան ագրեսիվ է։ Արևի էներգիան կարող է նաև վառել։ Նա անընդհատ դրդում է մարդկանց փոխվել, բայց միևնույն ժամանակ մարդը կարող է կորցնել ուղանիշերը և խաղալ իր եսակենտրոն խաղը։ Ամբողջ 2026 տարվա ընթացքում կտեսնենք այս խաղերը, երբ մարդիկ, կորպորացիաները, կառավարությունները կպարզեն հարաբերությունները, որպեսզի հասկանան, թե նրանցից ով է լինելու գլխավորը, նրանցից ով է կիսելու աշխարհի տնտեսությունը, ֆինանսները եւ այլն։ Այսինքն, եթե մտածում ենք, որ 2026 թվականին ամեն ինչ կավարտվի, խաղաղություն կլինի, ապա դա այդպես չի լինի։ Տիեզերքում ամեն ինչ ցիկլային է։ Թվագիտության մեջ ասվում է, որ մեկը բացում է նոր ցիկլ եւ հետեւաբար նոր կյանք է 9 տարվա համար։ Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ սկսվող ցանկացած ժամանակաշրջան նախորդի շարունակությունն է կամ վերափոխումը։ Հասկանալու համար, թե ինչ ենք անելու առաջիկա 9 տարիների համար, պետք է հաշվի առնենք վերջին մի քանի տարիները։ Հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մեզ մոտ, ընդհանրապես նախորդ ժամանակաշրջանում։ Մեր աշխարհում հսկայական փոփոխություններ են լինում ֆինանսների, տնտեսության, քաղաքակրթության եւ բարոյականության տեսանկյունից։ Ամբողջ աշխարհը պարզապես եռում է, եւ հետեւաբար անիմաստ է մտածել, որ 2026 թվականին բոլորը խելքի են եկել եւ խաղաղություն կգա։ Նման բան չի լինի, քանի որ մեկը կշարունակի ինի որոշ գործընթացները։ Մեկն էլ ավելի շատ էներգիա կտա, որպեսզի մեր կյանքում տեղի ունենան զանգվածային փոփոխություններ։ Եթե նայենք բոլոր տարիներին, որոնք հավասար են մեկին, ինչ է տեղի ունեցել այդպիսի տարիներին, ապա երկրներում տեղի են ունեցել ոչ միայն կարևոր իրադարձություններ, կարևոր փոփոխություններ, այլ նրանք դրել են որոշակի հիմք, որոշակի ուղղություն ամբողջ երկրի համար, մոտ 10 տարվա համար։ Հետևաբար 2026 թվականը քաղաքականության տեսանկյունից կլինի այն ամենի շարունակությունը, ինչ կատարվում է աշխարհում։ Դա կլինի ագրեսիայի աստիճանի բարձրացում, դա կլինի տարբեր կարմիր գծերի շարժում, դա կլինի քաղաքական գործիչների համբերության փորձություն, կլինեն սանդրակներ եւ այլն։ Հիմա եկել է համախմբվելու ժամանակը, եկել է առաջ շարժվելու եւ ավելորդ ամեն ինչ հեռացնելու ժամանակը, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպես ապրել, եւ հետեւաբար հասկանալու համար, թե ինչպես ապրել մեկի ժամանակահատվածում, մենք պետք է նայենք մեր սովորական կյանքին։ Եվ այստեղ ես ուզում եմ ասել, որ եթե 2025 թվականին չկարողացաք թողնել հինը, չլուծեցիք նախկին խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում են, ապա դրանք իրենց զգացնել կտան։ Օրինակ դուք աշխատել եք միտեղ, որտեղ ձեզ չեն գնահատում, որտեղ վատ եք զգում եւ դժգոհ եք, բայց մնացել եք նույն աշխատանքում։ Այն բոլոր խնդիրները, որոնք դուք չեք լուծել 2025 թվականին, դրանք ձեր առջև կբարձրանան 2026 թվականին։ Մեկը ոչ միայն ինչ-որ բանի սկիզբ է, այլև այն խնդիրների բաց թողումը, որոնցից նախկինում չեք կարողացել ազատվել։ Մեկի ժամանակ դուք կարող եք ստեղծել ձեր նոր կյանքի որոշակի մոդել։ Շատերի մոտ ազդակ կլինի եւ դուք նոր բիզնես կբացեք։ Բայց միևնույն ժամանակ ձեզանից շատերը դա չեն անի, քանի որ մեկը ավելի շատ գաղափարների մասին է։ Մեկը ավելի շատ ֆունդամենտ դնելու եւ ուսումնասիրության մասին է։ Դուք նոր եք սկսել մտածել ձեր սեփական բիզնեսը բացելու մասին։ Գուցե դուք մտածում եք նոր մասնագիտության ձեռք բերելու մասին։ Այսինքն դուք այժմ կարող եք մնալ գաղափարների մակարդակում եւ ձեր խնդիրն է հիմա սկսել փորձել, որովհետեւ հիմա քշային այն մարդիկ, ովքեր
Առաջին հերթին լիովին պատասխանատու կլինեն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Երկրորդ, կշային այն մարդիկ, ովքեր պահպանում են կարգապահությունը, ովքեր կարող են իրենց մոբիլիզացնել, կենտրոնացնել և անհրաժեշտ գործողություններ կատարել։ Երրորդ, այն մարդիկ, ովքեր կարողանում են գնալ իրենց որոշումների և գաղափարների հետևից։ Չորրորդ, այն մարդիկ, ովքեր համարձակ և վճռական են, ովքեր կարողանում են հաղթահարել դժվարությունները։ Եվ հինգերորդ, այս բոլոր գործողությունները հիմնված են ճշգրիտ գիտելիքների վրա։ Հետևաբար շատերի համար 2026 թվականը կարող է լինել գիտելիքի ձեռքբերում։ Շատերը կսկսեն սովորել նոր ուղղություններով։ Շատերը կսկսեն զբաղվել իրենց ուսումնասիրությամբ, այսինքն հոգևոր աճով։ Կան մարդիկ, ովքեր չափից շատ են մտել հոգևորության մեջ, էզոտերիկայի մեջ, և կան մարդիկ, ովքեր շատ նյութական են։ Նրանք սովորել են, որ պետք է առաջ գնալ կամաց-կամաց, օգտագործելով միայն նյութական գործիքներ։ Երկուսի մոտ էլ առանձնապես հաջողություններ չկան։ Նրանք, ովքեր միայն հոգևորության մեջ են, բողոքում են, որ գումար չունեն, չկա ստաբիլություն։ Նյութական մարդիկ բողոքում են, որ ամեն ինչ շատ դժվար է ստացվում, չկան թեթև ձեռքբերումներ, չկան հրաշքներ։ Պետք է սովորել միացնել հոգևորը նյութականի հետ, միացնել նյութական գործիքները ոչ նյութականի, էզոտերիկ գործիքների հետ։ Պետք է սովորել միացնել եղած գիտելիքները էզոտերիկ հոգևոր գիտելիքների հետ։ Ամեն տարին ունի իր որակները, իր էներգետիկան, իր նշանակությունը, բայց ամեն մարդ ամեն տարում ունի իր անելիքը, կախված իր ծննդյան թվից։ Նախկին հոլովակում խոսեցի, թե ինչ տարի է 2026 թվականը ամեն մարդու համար։ Այս հոլովակում ասեցի, թե ինչ էներգիաներ կլինեն 2026 թվականին։ Դուք հնարավորություն ունեք հասնելու մեծ արդյունքների, միացնելով ձեր և 2026 թվականի էներգիաները։